Մի քանի անգամ եմ ես դրա մասին խոսել։ Պաշտպանության նախկին նախարարը մի քանի անգամ է ասել, բայց Աժոտաժը։ իրարանցման մեջ իշխանականները հիմա են ընկել։ Ինչու, որովհետև տարիների հեռավորությունից շատ ավելի հստակ է երևում 44-օրյա պատերազմում պարտության իրական պատճառը։ Ձեր պատասխանատվության գոտովա Ադրբեջանը շրջանցել, եկել հասել Շուշի, Բերձոր, Բերթաձոր եւ Հայաստանի Հանրապետության սահմաններ։ Ազգային ժողովի ամենամեծ ընդդիմադիր ուժը Հայաստան խմբակցությունը ղեկավարող Սերյան Օհանյանը խորհրդարանում է վարչապետին հիշեցրել։ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը 283 կիլոմետր պաշտպանության գոտի է ունեցել, որից 265-ը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը պահել է։ Ստացվում է Արցախի պաշտպանության բանակը կռվել է, չի փախել, իսկ Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն էր։ Գեներալներն են փախել, թե ազգային ժողովի այն падգամավորները, որոնք որ այնտեղ են եղել։ Թող ասի Փաշինյանը, թե ինչու թշնամին կարողացավ ճեղքել պաշտպանության գծի այն հատվածը, որի պատասխանատուն Հայաստանի իշխանությունն էր։ Ինքն էր չի ասում, չկասկածեք գերագույն հրամանատարի իմունակությունների վրա։ Հիմա կասկածենք, թե չկասկածենք։ Ինչ աներ մեր վարչապետը, հոզենքը չէր առնելու մարտի դաշտ նետվեր։ Լսել է Սերյան Օհանյանը Փաշինյանին արդարացնող այս պնդումների մասին։ Ոչ ոք, ասենք, Նիկոլ Փաշինյանին չի ասում, որ դու պետք է ավտոմատ վերցնեիր եւ գնայիր առաջի գծում կռվեիր։ Չնայած դա էլ է շատ կարեւոր, որ ոչ թե կռվել, այլ պարբերաբար մեկընդմերթ լինել եւ ոգևորել։ Ինչ կարող էր անել մեր վարչապետը, որպես պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատար։ Դեռ 2021-ին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ասել. Ճիշտ է, պատերազմի ժամանակ անմիջական մարտական գործողությունները ղեկավարում է գլխավոր շտաբը, բայց ռազմաքաղաքական բարձր մակարդակի որոշումներ կայացնում է վարչապետը։ Չկային այդ որոշումները։ Մոբն էլ այնպիսի անկազմակերպ էին անում այս իշխանությունը, որ ուղղակի լրացուցիչ ավելի թար զորամիավորումներ չկարողացան ձևավորել դեմ առնելու համար, անցան ջոկատների եւ ընդհանրապես մենք խրվեցինք։ Փորձագիտական գնահատականներով աբսուրդ է, երբ պատերազմի օրերին Հայաստանի վարչապետը ուղիղ եթեր է մտնում, ասում բրոնի կասկա վերցրեք, գնացեք Արցախը պաշտպանեք։ Մարդիկ բրոնի կասկա վերցրեցին, գնացին ու փաստի առաջ կանգնեցին։ Մեխակավանում սպանդեր։ Երբ որ իրենք հարավում ճեղքեցին այդ 14 կիլոմետր հատվածը, դրանից հետո ուղղակի պետք էր մի քիչ խորքում մենք ունեինք երկրորդ գիծ, պատրաստ երրորդ գիծ։ Մենք չկարողացանք ըստ էության ամրանալ այդ երկրորդ գծի վրա։ Այդ պահին հարձակվեցին, ասենց կոնտրնաստուպլենիա, այսպես ասենք, փորձեցին արեցին, երջարտեցին մեր առաջի կորպուսը, ուղղակի։ Անիմաստ էր այդ վիճակում բոլոր նույնիսկ այնտեղ ես շփում էի զինվորականների հետ, սաղ ասում էին մեծ սխալ է։ Հակառակորդը տեմպի տակ է, հալա այն գրոհում է, հալա այդ չի հոգնել, կորուստները այդքան շատ չեն եւ այլ, նման բան բաց դաշտ հանել զինտեխնիկան եւ զինվորներին եւ հսկայական կորուստներ տալ եւ ջարդել այդ ամբողջ հարավային մեր զորամիավորման ողնաշարը չափազանց կոպիտ սխալ է եւ կարծում եմ այդ սխալը վճռորոշ էր այս պատերազմի հետևանքների համար։ Շատ մեծ կասկածներ ունեն, որ Շուշին գիտակցաբար է հանձնվել։ Դեռ 2021-ին է հայտարարել երկրորդ նախագահը, ավելացրել ադրբեջանցիները ավտոմեքենաներով, պիկապներով են մտել Բերթաքաղաք, Հադրութից մինչև Շուշի որևէ տեղ նրանց չեն կանգնեցրել։ Մարդիկ հիմնավոր կասկած ունեն մտածելու, որ այստեղ գործարք է եղել, որ Շուշին հանձնվել է։ Ես այդ հիմնավոր կասկածը ունեմ։ Եվ այն խոսակցությունը 5 միլիարդի մասին եւ այլ, պարապ խոսակցություն չէ։ Միայն իշխանափոխությունը կտա բոլոր հարցերի պատասխանները, ընդգծում են ընդդիմադիրները։ Պատահականություն համարել Փաշինյանի պատերազմից 5 պակաս բանակում իրականացրած փոփոխությունները։ Փոխվեցին պաշտպանության նախարարը, գլխավոր շտաբի պետը, պաշտպանության բանակի հրամանատարը, զորամիավորում կրճատվեց, զորամասերի հրամանատարներ փոխվեցին։ Բանակի նկատմամբ քաղաքականությունը իջեցրել են ելակի, չգիտեմ, մայկատրուսիկի, այսինքն իջեցրել են շատ ցածր մակարդակի, որը ազդել է նաև զինված ուժերի կարգապահության վրա։
Այսքանից հետո, եթե Փաշինյանն ասում է ես մեղավոր չեմ, գեներալներն են փախել, դրա համար ենք պատերազմում պարտվել, նույնն է թե խոստովանում է, կամ մեղքն է ինչպես միշտ ուրիշների վրա բարդում, կամ հայտարարում։ Այնքան թույլ գլխավոր գերագույն հրամանատար է, որին կարելի է այսպես ասած մատների վրա ֆռացնել։ Իդեպ 44-օրյա պատերազմի ժամանակ Պաշտպանության բանակի հրամանատարի 2 տեղակալ, դիվիզիայի 3 հրամանատար, ԱԱԾ պետի տեղակալներ են զոհվել։ 2 գեներալ Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար իրենց կամքով գերի են հանձնվել։ Հայաստանի պաշտպանության նախկին նախարարը այս տվյալները հրապարակում է հռետորական հարցով։ Ազնիվ է ասել, արցախցին չի կռվել։ Արփիս Քեսյան, Միլենա Պողոսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։